թեմաների հետ կապված ձեր խոսքը լսեք, տեսեք, ըստ էության Նետանյահուն ցույց է տալիս, թե ինչ արժեք ունի Թրամփի թուղթը, եւ դա հավասարեցնելով Զուգարանի թղթի, այո։ Ինչ է տեղ ունենում այս մասում եւ որտեղից եւ որ անդադ գերակրում են թե խաղաղություն է բերել այս իշխանությունը, ինչ անելու Ալիևն ունի Թրամփի թղթով, ինչ սպասենք։ Օրինակ այսօր նաև ազգային ժողովում Անա Սիմոնյանը ասում է ժողովուրդ պատրաստ եղեք ադրբեջանական պատվիրակություններ են գալու Հայաստան, մենք ենք գնալու Ադրբեջան։ Խնդրեմ այս ամենի այս կես խաղաղության թեզերը որ առաջ են տանում ձեր կապը։ Եկեք մի բան ասեմ, որ ես սկսեմ հերվից, էլի կոպիտ ասած, լավ։ Դեմ չեք, որ հերվից մի քիչ սկսեմ։ Ուրեմն օրերս Իրանի գերագույն առաջնորդի ռազմական հարցերով խորհրդատու եւ ընդհանրապես Իսլամական պահապանների կորպուսի նախկին հրամանատար գեներալ-մայոր Եղիա Ռահիմ Սաֆավի մի զարմացեք, ազգանունը շատ հնչող է, էլի, տենց շատ հայտնի է պատմական էջերից Սաֆավիները շախին շախեր են եղել ժամանակին հայտարարեց հետաքրքիր եզրակացություն։ Նա բնութագրեց այսօրվա իրավիճակը, այդ թվում այն փաստերը, այն իրադարձությունները, որոնք վերապրում է Անդրկովկասը, այդ թվում Հայաստանը եւ հայ ժողովուրդը, նա դա բնութագրեց որպես միջանցքների պատերազմ ու կոնկրետ օրինակներով ապացուցեց, որ դա այդպես է։ Մարդատյաց շրջանակները պնդում են հիմնականում ես կասեի ոչ թե արևելք, արևմուտք միջանցքի, ասենք, իրականացման իրենց ձգտումները, ջանքերը, դա նշանակում է այդ լոնդոնյան ծրագիրը, որի մասին խոսած դերևս 2021 թվականին Էրդողանը Պեկինում, երբ որ գնացել է վերահամոզել Սի Ցզինպինին, թե եկ միասին Հայաստանի վերջ դնենք, հայերին բնջինջենք, ու դու կստանաս երկաթգիծ մինչև Լոնդոն, դա մերժվել է իհարկե պաշտոնական Պեկինի կողմից։ Եվ բնականաբար հյուսիս-հարավ միջազգային տրանսպորտային միջանցք, որը իրականացնողները դուք գիտեք շատ լավ, ինձանից էլ լավ գիտեք, որ իրականացնելու համար պայքարում են եւ Իրանի Իսլամական Հանրապետությունը եւ Ռուսաստանի Դաշնություն։ Ինչու պարոն Սեֆևին հենց այսօր դրա մասին խոսած։ Ես ունեմ բացատրություն։ Ու այդ բացատրությունը չնայած մի քիչ պատմական ակնարկով է, բայց պետք է լսեն բոլորը։ Ու հասկանան, թե ինչու փուչուր կոպիտ ասած փոքրիկ ազգերը, երկրները դատապարտված են զող լինել այդ միջանցքների պատերազմի։ Բանն այն է, որ առաջի աշխարհամարտը դա պրակտիկորեն եւս միջանցքների պատերազմ էր։ Այո, ուղղակի այն ժամանակ ոչ թե հյուսիս-հարավ կամ արևմուտք-արևելք, այլ բախվել են երկու ծրագիր, գերմանական 3B կոչվածը, փակագծեր բացում են, Բերլին, Բիզանտ, Բաղդադ, գերմանացիք այն ժամանակ, այսինքն մինչև 1914 թիվ, Կոնստանդնուպոլիս անվանում էին Բիզանտ, այսինքն Բիզանտիում, ինչը համապատասխանում է իրականությանը, բոլորը դա գիտեն, որտեվ մինչև որ Կոնստանդնուպոլիս, Կոնստանդոս կայսրի անուն սկսել է կրել, այդ քաղաքը հին Հունաստանում անվանում էին Բիզանտիում,
Գերմանական ծրագրին հակադրված էր անգլիական ծրագիր, լավ լսեք, 3K, Կալկատա, Կահիրե, Քեյփթաուն, ու այդ բախման զողը եղել են բոլոր Օսմանյան կայսրության բոլոր քրիստոնյա ոչ մահմեդական ազգերը, հայեր, հույներ, ասորիներ, եզդիներ, որովհետև մեր իրական, ապուշների Ջևանի շրջանից, իրական Հայաստանի տարածքում նրանք էին կազմել մեծամասնություն այն ժամանակ, մինչև առաջի աշխարհամարտը։ Բանն այն է, որ ոչ գերմանացիք, այսինքն գերմանական գենշտաբը, ոչ էր անգլիացիք, չեն պատկերացրել, որ այդ տարածքները, որտեղ իրենց ծրագրերը պիտի խաչվեին, բախվեին, պիտի լինի բնակչություն։ Այդ թվում իրենց կողմից անհնազանդ համարվող հայությունը։ Հասկացեք դա, ու մի հավատացեք այս շերին, որոնք հիմա աչ ու ձախ պատմում են հեքիաթներ։ Այդ ուրիշ բան, որ ժամանակ առ ժամանակ հայությունը մնում է կոպիտ ասած անօգնական վիճակում, մոռանում են հայերի մասին։ Ռուսը մոռանում, պարսիկը մոռանում, ֆրանսիացիը մոռանում, Վուդրո Վիլսոնը մոռանում, այսինքն ԱՄՆ, այդ ուրիշ բան, դա երկրորդ, երրորդ, չորրորդ թեմա է։ Առաջի թեմա, թե հայոց եղերնը, ցեղասպանությունը ինչ բուն պատճառով է կատարվել, ու այսօր սխալը կրկնվում է որոշակի շրջանակների կողմից Երևանում նստած։ Նույն սխալը, որը ցավոք սրտի ապացուցում է, որ մենք ազգ չենք դարել։ Ազգերը մտածում են, մինչդեռ խոսք ասեն կամ բողոք ներկայացնեն, մեր մոտ ստացվում է, որ չեն մտածում, այն շրջանակները, որոնք պետք է մտածեն։ Բայց մենք պետք է երախտապարտ լինենք գեներալ-մայոր Սեֆևիին, ապրի այդ փազդարանների հրամանատար թեկուզև նախկին, նա հիշեցրեց այն, ինչ որ կատարվում էր վերջի 100-ամյակի ընթացքում անընդմեջ, որովհետև շատ ու շատ հետազոտողները նշել են, որ առաջի աշխարհամարտը այդպես էլ չի հասել իրենց նպատակներին։ Արդյունքում մենք գիտենք, էլի Գերմանիան է վերացել, անգլիացի կներեք ինձի ժառանգել են գերմանական ծրագիրը ու այսուհետ դա անվանվել է Բաղդադի երկաթգիծը, ոչ թե 3B, այլ Բաղդադի երկաթգիծը, որը տիրապետել են և կառավարել անգլիացիք, շատ կներեք։ Ու այդ պատճառով, որ Անգլիա և Գերմանիայի կառավարող շրջանակները ձգտել են ոչնչացնել, պնդում եմ, այդ է եղել է իրական նպատակը այդ շրջանակների առաջ աշխարհամարտի օրոք, ոչնչացնել ռուսաց կայսրությունը, իսպար ոչնչացնել, չեն հասել, պատմական փաստ է, որ չեն հասել, ես ոչ մի բան չեմ հորինում, ես պատմությունից եմ ձեզ այդ խոսում, բայց նույն հետազոտողները ասել են, որ երկրորդ աշխարհամարտը սկսվել է նույն պատճառով, որը չկարողացել է, ասենք, հասցնել այդ նպատակները մինչև ավարտ, ենթադրվող ավարտ, առաջի աշխարհամարտը, այդ պատճառով է սկսվել երկրորդ աշխարհամարտը, բացի դրանից, որ ինչ որ իբր թե
Հոլոկոստներ են տեղի ունեցել եւ այլ եւ այլ։ Իրականում երկրորդ աշխարհամարտը բերել է ոչ թե հրեաների ցեղասպանության հոլոկոստին, այլ շատ ինձ կներեք սլավոնների ցեղասպանության։ Եթե շատ լավ մանրակրկիտ ուսումնասիրեք, քանի տասնյակ միլիոն սլավոնը զոհվել այդ երկրորդ աշխարհամարտում։ Դա ապշեցուցիչ է։ Եվ երկրորդ աշխարհամարտը, եթե վերցնենք հերավոր արևելք, բերել է չինացիների ցեղասպանությանը։ Ինչպես պնդում են չինական աղբյուրները, մոտ 30 միլիոն մարդ։ Համեմատեք, հրեաները պնդում են, որ իբր թե 5-6 միլիոն հրեա է զոհվել։ Բա լավ, բա 30 միլիոն չինացի, որ մեռել են, անհետացել են։ Դա ցեղասպանություն չի, հա? Բայց դուք ոչ մի տեղ չեք կարդալու, որ երկրորդ աշխարհամարտում ցեղասպանվել են չինացիք 30 միլիոն մարդ։ Երբեք չեք կարդա։ Մենք անդրադառնում ենք այդ հարցին այն պատճառով, որ վերջերս մի քանի օր առաջ ամերիկյան համալսարանի Փարիզում, ոչ թե Երևանում, Փարիզում պրոֆեսոր Woman Hall Gardner հանդես է եկել։ Տեսեք նա ինչ է ասել։ Ու դա շատ ուսանելի է այսօրվա երևանցիքների, մյուս մի թուրքասերների, որոնք կա ցավոք սրտի բազմանում են։ Նա ասաց, որ արևմուտքում, նամանավանդ Եվրոպայում, ոչ ոք լուրջ չի քննարկել Հայաստանին ռազմական երաշխիքներ տրամադրելու կամ Եվրամիության շարքերը հրավիրելու հարցերը։ Ես չեմ դա ասում, ամերիկյան պրոֆեսորը ասում։ Փարիզի ամերիկյան համալսարանի պրոֆեսոր Հոլ Գարդներ, հիշեք այդ անունը։ Նա շարունակեց։ Միգուցե ինչ-որ ակադեմիկական, ասենք, ոլորտներում ինչ-որ առանձին անհատներ դա հնչեցրել են, բայց ընդունած կամ մշակված որոշումների տեսքով դա գոյություն չունի, այսինքն իրական երաշխիքներ Հայաստանի եւ հայերի համար։ Ահա, արևմուտքի տեսակետը, թե ինչի համար պետք էր հայերը ու Հայաստանը, այսօր, 2025 թվականին։ Բայց հավաստիացնում եմ, նույն վիճակը եղել է 100 տարի առաջ, 1914, 15, 16 եւ այլ թվականներին։ Նույնն է եղել։ Արևմուտքին թքած, դες այդ ինչ է կատարելու։ Նույն Լոնդոնից հնչել էր, վայ կներեք, քրիստոնյաները զոհվում են, մեռնում են, անհետանում, բայց մեր ռազմական նավաթորմը չի կարող բարձրանա հայկական լեռները։ Գիտեք, դա Լոյդ Ջորջը ասել է, վարչապետ Բրիտանիայի։ Այսինքն դա ողջ անգլիական վերնախավի տեսակետ է եղել, ու կատարվեց ինչ-որ կատարվեց, այդ պատճառով, այսօր ինչ-որ կատարվում է, այդ թվում հայ սուրբ առաքելական եկեղեցու դեմ դեմոկրատական ճակերտներով արշավանքը, այդ բռնությունները, մասսայական ձերբակալությունները, սուտի մեղադրանքներով կամ չինչին ինչ-որ պատճառներով, այսինքն ոչնչացնում են այն մարդկանց, որոնք դեմ են, որ հայերը մնան թուրքի տակ կամ սպանվեն։
փոխկապվելով Խոլգարդների արտահայտությունները եւ գեներալ-մայոր Եհյա Ռահիմ Սեֆևիի հայտարարությունը, մենք ստանում ենք իրական պատկեր։ Հա, բայց երկրորդ աշխարհամարտն էլ չէ, իր նպատակներին չի հասել։ Ռուսաստանը քիչ թե շատ, բայց պահպանվել է։ Դա արդեն իհարկե նախկին խորհրդային միություն չէ։ Չէ՞։ Մի 15 հանրապետություն անջատված են։ Չէ, 14։ Բայց երկրորդ աշխարհամարտը բերել է ոչնչացման այն երկրի, որը անգլոսաքսեր եւ հրեաներ փորձել են օգտագործել, որպեսզի գրավեն ռուսակ կայսրության ողջ տարածքը։ Հիմա բնականաբար այդ նպատակին գումարվել է իրենց ձգտումը ոչնչացնել մեր հարևան Իրանին։ Եվ հիշեցնեմ, անցած շաբաթ այդ նույն թաղավարից ես բոլորին զգուշացրել եմ, որ այսուհետ Ռուսաստան եւ Իրանը բաց տեքստով ասում են, որ նրանք կռվել են ոչ թե Ուկրաինայի դեմ կամ Իսրայելի դեմ, այլ կռվել են նատոյական երկրների հետ։ Ու շարունակում են կռվել պատերազմը։ Ահա այդ պատճառով երեք կայացել է շատ կարևորագույն երևի նոր նշանակում Իրանում նախկին պաշտպանության նախարար գեներալ Ախմադ Վահիդին նշանակվել է Գերագույն առաջնորդի Այաթոլլահ Խամենեիի տեղակալ, որպես գլխավոր հրամանատարի տեղակալ ողջ զինված ուժերի, այսինքն եւ կորպուսի, եւ սահմանադրական բանակի, եւ աշխարհազորի, եւ այլ եւ այլ։ Իրանը շարունակում է պատրաստվել նոր պատերազմի, ի տարբերություն երևանյան համաճիկների, այդ արևմուտքի եւ այդ թուրքերի։ Իրանը շատ լավ գիտակցում է, որ պատերազմը անխուսափելի է, վաղ թե ուշ։ Ու այդ պատճառով շարունակում ամրապնդել համագործակցությունը ռուսների եւ չինացիների հետ։ Ու ոչ միայն Հյուսային Կորեայի հետ, Վենեսուելայի հետ, մի խոսքով այն պետությունների հետ, որոնք բախման մեջ են գտնվում ամերիկացիների եւ ողջ արևմուտքի հետ։ Ամենայն դեպս մի հատ էլ անդրադառնամ Խոլգարդների խոսքերին։ Նա պնդեց, որ ամեն դեպքում չնայած սուտի հայտարարություններին, Մակրոն լինի, Պակրոն լինի, Պատրոն լինի, եսիմ ազգանունը ստեղ կարևոր չի։ Բայց արևմուտքը չի ցանկանում պատասխանատվություն կրել Հայաստանի անվտանգության համար։ Այսինքն, ով ասել է, որ նոր գործընկեր ենք ման գալիս, նոր շուկաներ ենք ման գալիս, ստախոսներից ոչ թե ստախոսը, այլ անաստվածային ստախոսը։ Դա երբեք տեղի չի ունենա։ Որովհետև դու տարածք չունես, բնակչություն չունես։ Քո բնակչությունը մի տարվա պատերազմի քանակություն ունի։ Մի տարվա։ Ճիշտ է, Խոլգարդները այդ արանքում, այդ պատմվածքներում, այդ ելույթներում ըստ իս բավական սխալ մոտեցման մասին արտահայտվել, ասելով, որ Վրաստանի, Հայաստանի, Մալդավիայի եւ այլ նմանատիպ, ասենք, փուչուրիկ, կարլիկ պետությունների համար միակ փրկությունը
չեզոքություն հայտարարել։ Հետո այդ չեզոքության հետ ով է հաշվի նստելու։ Ոչ ոք։ Երկրորդ աշխարհամարտից առաջ խեղճուկրակ Պուչուրիկ Լյուքսեմբուրգը եղել է չեզոք երկիր, դա փրկեց Լյուքսեմբուրգին հիտլերյան հարձակումից, ոչ, դա փրկեց Լյուքսեմբուրգին հիտլերյան ասենք զորքերի կողմից զավթումից, ոչ, երբեք չի փրկում չեզոքությունը, քաղաքական լինի, ռազմավարական լինի, ցանկացած կարգի չեզոքություն, երբեք չի փրկում ոչ մեկին պատերազմից, զավթումից եւ ընդհանրապես պետականությունին, ասենք կորուստից։ Ահա ինչ պատճառով մենք ուզում ենք հիշեցնել բոլորին, այդ թվում այդ կեղծ արտահայտության հեղինակին Իջևանի շրջանից ոչխար մի եղիր, պաշտպաննակ բանակը դա միայն մարդունակ բանակը, ոչ թե հակառակ։ Եթե բանակը մարդունակ չի, բնականաբար նա ի վիճակի չի պաշտպանվել, ու ի վիճակի չի պաշտպանել այն տարածքը, որի անվտանգության և անկախության դիմաց պատասխանատու է ըստ մեր սահմանադրության։ Գուցե ինչ-որ երկրի սահմանադրությունում է գրանցված, որ նա պարտավոր է ապահովել հայերի անկախությունը և տարածքային ամբողջականությունը։ Ես նման պետություն չեմ իմանում։ Ու ոչինչ, մարդիկ ասում են չի կարելի, բայց կարելի է, և եթերում կարելի է այդ խոսքը կրկնել։ Եթե մարդը կրում է հայկական ազգանուն, յան վերջավորությունով, նա իրավունք չունի կազյոլ հանդիսանալ աշխարհին ու ասել, որ Հայաստանը և Կովկասյան թաթարները 20 թվականին իբր թե միաժամանակ են կորցրել անկախությունը ու հիմա պետք է իրար օգնելով պաշտպանեն այդ անկախությունը։ Ոչ, Կովկասյան թաթարները ոչ մի բան չեն պաշտպանել, նրանք թափով լցվել են բոլշևիկյան կուսակցություն և սկսել են աջակցել այդ բոլշևիկյան հակաժողովրդական իշխանությանը Հայաստանին զավթման մեջ, հետագայում Վրաստանի զավթման մեջ և այլն, պատմական փաստերը պետք չի հեատյուրել, այ իջիվանցի, երբեք պետք չի հեատյուրել, ու պետք է տեսնել, որ ինչու դա առաջացել է որպես պատմական փաստ։ Այն պատճառով, օրինակ, եթե մենք խոսում ենք զուտ Երևանի մասին, որ և այն ժամանակ 18-ից մինչև 20 թիվ շատերը Երևանում հույսեր են կապել արևմուտքի հետ։ Ոյ, մեզի Անգլիա կօգնի, մեզի Ֆրանսիան կօգնի, օգնել են, Վուդրո Վիլսոնը չշպրտեց մանդատը Հայաստանի, շպրտեց, որովհետև կոնգրեսը դեմ էր։ Ահա այս արևմուտքի գինը, ահա սա է արևմուտքի գինը, բայց առանցին ուզում եմ անդրադառնամ այնուամենայնիվ ևս մի անգամ գեներալ-մայոր Սեֆևիի բնութագրման, ասենք, իր տված բնութագրին։ Իր տված բնութագիրը դրանով է արժեքավոր, որ գիտեք ինչ, ինքը նախազգուշացնում է։ Քանի որ դա միջանցքների պատերազմը հենց հիմա է ընթանում, ապա բոլոր կողմերը պետք է լինեն պատրաստ։ Ոնց որ արտգործնախարար Իրանի Սեյեդ Աբբաս Արաքչին ասել է,
Այո, մենք չենք ցանկանում պատերազմել, բայց եթե մենք չպատրաստվենք պատերազմի, ապա անպայման կենթարկվենք հարձակմանը։ Սա սկզբունքորեն, դա նույն հռոմեական ասացվածքը, ուզում ես խաղաղություն, պատրաստվի պատերազմի, որը անտեսնվում է այսօրվա Հայաստանում։ Ինչ անտեսնվում, պախարակվում է։ Այդ պատճառով ես ստիպված դիմում եմ Ալիևին, Ալիևյան կլանին, լավ, դուք շատ պարզ տեսնում եք, արդեն պարզ տեսնում եք, որ Թեհրան ու Մոսկվա քիչ թե շատ, բայց չժգրտված և ճշմարտացի բնութագրեր են տալիս։ Այստեղ ավելորդ չի լինի հիշեցնել վերջերս հնչած Լավրովի հայտարարությունը, որ արևմուտք դու իզուր ես հույսերը տածում Անդրկովկասը խլել մեր ազդեցության ոլորտից։ Դա չի լինելու։ Բնականաբար, որ Լավրովը դա արտասանեց, հնչեցրեց վերին հեկավարության հրամանով։ Բնականաբար։ Ու մենք ստիպված հիշեցնելով, որ երբ Իրանը և Ռուսաստանը համարում են իրականությունը այսօրվա առօրյան որպես ՆԱՏՕ-ի հետ պատերազմ, թեկուզև դա միջանցքների դիմաց, ես միայն մի տեղում ուղում եմ մտցնում գեներալ-մայոր Սեֆևիի խոսքերի մեջ։ Դա ոչ թե կոնկրետ միջանցքների համար պատերազմը, այլ այդ միջանցքները վերահսկելու համար։ Շատ լավ, շատ պարզ կարելի է տրամաբանորեն պատկերացնել, որ ոչ ոք դեմ չէ միջանցքների։ Ոչ ոք։ Ու այդ միտքը մատնանշեց, կրկնեց իր մամուլի ասուլիսի ժամանակ, հոկտեմբերյան մամուլի ասուլիսի ժամանակ, մեր նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն է, ասաց, այո, եթե բոլորը ձգտում են այդ միջանցքների, ուրեմն ինչ հարց է օրակարգում, թե ով է կառուցելու և ով է վերահսկելու այդ միջանցքները։ Պարոն Սեֆևիի խոսքերից բխում է, որ Իրանը ցանկանում է վերահսկել բոլոր կարգի միջանցքները, որոնք կապված են Իրանի հետ։ Դուք չեք կարող շղթել, որ Trump Road կոչվածը, տրիպիտրապ, հենց Իրանի հետ է կապված։ Ու հետագայում բնականաբար Ռուսաստանի հարավային սահմանների հետ կապված, այսինքն Հյուսիսային Կովկասի հետ է կապված։ Եվ Իրանը մտադիր է, այսինքն առաջարկում կամ հրավիրում, բոլոր իր դաշնակիցներին, այդպես, հենց այդպես, դաշնակիցներին, այսինքն Ռուսաստան, Չինաստան, Հնդկաստան նույնիսկ, Հյուսիսային Կորեա, մեր տարածաշրջանում կառուցել անվտանգության ուրիշ համակարգ։ Առայժմ պետք է մենք արտահայտվենք ոնց որ ասում զգուշավոր։ Ալիև, դու չես ջոկել, քո վերաբերյալ, քո երկրիկի վերաբերյալ արդեն կա համընդհանուր մոտեցում այդ թվարկած երկրների մանրակրակերներում, այսինքն Ռուսաստան, Իրան, Չինաստան, մնացածը լավ, կմասնակցեն, բայց այդ երեքը հերիքը, որ վերջ դնեն պաշինիստական Հայաստանին, վերջ դնեն Կովկասյան թաթարների հանրապետությունչիկին, չես տեսնում, չէ՞, բագոնե լավ ես լսում,
Չես լսում, որ Էրդողանը սկսել է շատ քիչ արտահայտվել միջանցքներից։ Փոխարեն դու տեսնում ես, պիտի տեսնես, թե ով է խոսում միջանցքների պատերազմից։ Այո, Իրանը։ Քանի որ Իրանի շահերը արտահայտիչ են։ Ոչ մի բան իրենց տեսակետը չի թաքցնում։ Ու ես համոզում եմ հերթական անգամ, որ դու ՄԳԻՄՈ-ում չես սովորել։ Լուրջ եմ ասում։ ՄԳԻՄՈ-ում սովորող, ասենք, ավարտ եւ այլը ուսանողը, այդ բոլոր մանրամասները, որ միջանցքների պատերազմը դեռևս առաջաշարամարտից առաջ է եղել։ Նա կիմանա, որտեվ կսովորի։ Դու չես սովորել։ Դու այդ ՄԳԻՄՈ կոչված համալսարանի արտահայտիչ խայտարակությունն ես։ Ու այդ կարճ հատվածը ես կրկնեմ մի քանի րոպե ռուսերեն։ Լավ։ Поскольку у нас есть такое выражение, что сегодняшний текущий стратегический момент характеризуется как война коридоров, Алиев, к тебе обращаюсь, к ереванским тварям обращаться бесполезно. Они же под тобой, они твои сатрапы, они твои слуги, они твои рабы. Поэтому не имеет значения, кто и где и что говорит. Имеет значение решимость. Решимость мы видим у России, которая заявила, что надежды и притязания Запада оккупировать Закавказье тщетны. Россия этого не допустит. И ему ведь приказали сверху, правда? Имеет значение заявление генерала-майора иранского, бывшего командующего корпуса стражей Исламской революции, Яхья Рахим Сефеви. Имеет значение, потому что ему ведь тоже кто-то сверху сказал, а вот этот будешь озвучивать ты. И международно-политический оборот снова вошло, понятие «война коридоров». Я просто чуточку уточню господина Сефеви. Нет, не война коридоров, а война за контроль над этими коридорами. Потому что, как мы видим, по сути, ни одна страна не против этих коридоров, чтобы такие коридоры существовали. Просто коридоры один другому будет мешать. Никакого перекрестка мира здесь не будет. Здесь будет перекресток войны. Алиев. Но в огне этой войны будет уничтожена Пашинистаканская Армения, твоя рабыня, будет уничтожена республичка Кавказа-татар твоих. Это неизбежно. И никакой Запад не даст никаких гарантий ни Баку, ни Еревану. Об этом сегодня заявил профессор американского университета в Париже, некто Холл Гарднер. Познакомься, Алиев, с этим человеком. Послушай его. Тебе это тоже будет очень полезно знать. И я лично убеждаюсь, что ты ни дня не учился в МГИМО. Потому что если бы ты там учился, а не получал диплом по папиной протекции, то ты бы знал, что до этого протекавшие мировые войны тоже были
войнами, так сказать, коридоров. Но ты этого не знаешь или не хочешь знать. И ты не понимаешь, не видишь, как во время этих войн коридоров целые народы погибали, страны погибали. Да-да, ибо конечная цель всех мировых войн была только одна – уничтожение Российской империи. Сейчас, правда, к этому добавилась задача уничтожить Иран, Иранскую империю, что с неуспехом попытался сделать какой-то тщедушненький, вонюченький Израиль. Не получилось. И поэтому, Алиев, иди снова в МГИМО, получи настоящее образование, потому что пока что ты фирменный позор этого университета и его преподавательского состава. Ты просто их опозорил на весь мир. Քանի որ մենք շարունակաբար կրկնում ենք, բացի դրանից, որ հետևում եք զարգացմանը, ինչ որ իրադարձությունների, ինչ որ հայտարարությունների, ստեղից ընդեղից հնչող, դուք պետք է նաև միացնեք ձեր ուղեղը ու սկսեք տրամաբանել։ Եվ այդպես, եթե մի շարք հարցերում ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի երկու մշտական անդամ, Ռուսաստանը եւ Չինաստանը, անվերապահորեն Իրանի կողմից են, մատնանշեմ, միջուկային հարցերում, որ ջոկ եք ինչի մասին է խոսքը գնում, ապա պատերազմի հարցում նրանք էլ են լինելու անվերապահորեն Իրանի հետ։ Որ չհարձակվի, ամերիկյան մասնավոր ընկերություն 99 տարով օկուպացվող մեր Սյունիքը, թե ամերիկյան բանակը, թե նատոյական բանակները, նատոյական բանակների հասկացության մեջ Թուրքիան էլ է մտնում։ Այո, բա ոնց, նատոյի անդամ չի Թուրքիան, անդամ է։ ՆԱՏՕ-ից դուրս գալու մասին հայտը ներկայացրել։ Չէ, հակառակը։ Ու մենք հասկանում ենք, որ պատերազմը, որը կլինի Անդրկովկասում, կլինի, մի նայեք ինձ, յանի թե ես հեքիաթները դες պատմում են նիկոլիստները։ Ես հեքիաթներ չեմ պատմում, ես իրականություն եմ արտացոլում։ Ապա մենք պետք է պատրաստ լինենք, որ ամբողջ Անդրկովկասը, որպեսզի ստեղ արևմուտքին պահանջող միջանցքները չանցնեն, կօկուպացվի։ Լուրջ եմ ասում։ Արդեն միայն այդ տարբերակը փրկում Անդրկովկասը, այսինքն Անդրկովկասյան բոլոր երկրները եւ իրենց ժողովուրդները, արևմուտքի ստրուկ դառնալուց կամ բնաջնջումից։ Միայն դա է փրկելու։ Մնացած սախը դեմոկրատական ժողովրդավարական, յանի թե ժողովրդավարական խաղերը, ընտրություններ 26 թվականին չեն անցնում, որովհետև օրինակ Երևանում եւ Բաքվում բռնապետություններն են, դա պետություններ չեն, բռնապետություններ են, տոտալիտար բռնապետություններն են։ Հայաստանի օրինակով դա վկայում է օրինակային շարունակվող ձերբակալություններ այլախոհների, ընդդիմության ներկայացուցիչներին, եկեղեցեականներին եւ այլոց։ Ուզած չուզած ժողովուրդ պատրաստվեք, սկսեք պատրաստվել։ Այո, պետք է 1-2 տարի պատրաստվել այնին, ինչ որ անխուսափելի կգա ստեղ։ Ցավոք սրտի, բայց հիմարական ապուշի կոչերը եկեք միասին պաշտպանենք անկախությունը Հայաստանի եւ Կովկասյան թաթարների, չեն իրականանա։
Դուք չունեք, նույնիսկ գումարած չունեք մոտ 45 միլիոն բնակչություն, ինչպես որ ունեցել է Ուկրաինան, որը հիմա տանջված է, որտեղ 45 միլիոնից մնացել է 20, ինչ որ մասը զոհվել է, ինչ որ մասը փախել է, ու դա ճակատագիր է բոլոր արհեստական ստեղծված պետությունների, արհեստական ստեղծված, կրկնում եմ, լավ լսեք, քանի որ Կովկասյան թաթարների ռեսպուբլիչկան արհեստական ստեղծված է հրեաների, դոնմե հրեաների եւ անգլիացիների կողմից, որը հետո յուրացրել են բոլշևիկները, հրեական կուսակցություն, կար այդպիսինը։ Ահա թե ինչու մենք, հա, հորետես ենք, ճիշտ եմ ասում, չեմ թաքցնում, լավատես լինելու արիթ կամ նախադրյալ ես չեմ տեսնում ու չեմ էլ տեսնելու, մինչև որ Երևանում գոնե չտապալվի խամաչիկների հանցավոր խումբը, որ իրան կառավարությունը կոչվում։ Ամեն դեպքում, որպեսզի շատ թխուր կոպիտ ասած նոտաներով չավարտենք, ժողովուրդ, ես հույս եմ ձեզ ներշնչում, որ մի վախեցեք, ֆաշիստներից վատ չի լինի օկուպացիոն ռեժիմը, լինի դա Իրանի թե Ռուսաստանի կողմից։ Մի վախեցեք, դուք կապրեք, դուք շատ եք ապրել, էդ էլ կապրեք։ Նամանավանդ, որ Իրանը որպես օկուպանտը, ինչու ոչ, շատ էլ նորմալ համակրելի է օկուպանտը։ Այն իր տարածքում վերականգնում է բոլոր հայկական եկեղեցիները, հայկական գերեզմանոցները, քարավանսարայինները, պետական հաշվին է, ոչ թե ձեր ջեբից։ Քանի տաճար հայկական ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկի մեջ է, որ պահպանության տակ են Իրանի տարածքում, ոնց որ 2 թե 3, չէ, Սուրբ Ստեփանոսի եւ Սուրբ Թադևոսի, չէ, ես կարծեմ չեմ սխալվում, բայց երրորդը մոռացել եմ, ոչինչ, ներող կլինեք, կարող եք կրկրել, ինտերնետը կգտնեք այդ երրորդի անունը, ամեն դեպքում, գլխավորը փրկվել արևմուտքի դրացուներից, մնացածը կլինի երկրորդական, եթե փրկվում է որևէ մի երկիր արևմուտքի գործակալներից, դրացուներից, ապա ուրեմն այդ ժողովուրդները եւ երկրները ապագա անպայման կունենան։ Այլ այն երկրները, որոնք կմնան արևմուտքի տակ, այս սրանք չեն ունենա ապագա։ Վերջ։